Բարև ձեզ, առաջին հերթվականը շարունակում է իր աշխատանքը եւ այսպես նախընտրական քարոզարշավը մեկնարկել է 12 օր շարունակ 11 քաղաքական ուժ փորձելու է ընտրողին համոզել, թե ով է իրենցից լավագույնը։ Նախընտրական քարոզարշավի եւ առաջիկայում սպասվող արդյունքների մասին մենք այսօր զրուցելու ենք ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված տեխնացու Վահե Էնֆիաջյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Էնֆիաջյան, առաջին օրն է, ինչ տրամադրվածությամբ եք սկսել քարոզարշավը, ինչ ակնկալիքներ ունեք, ինչ մարտավարություն եք ընտրել ընտրողի հետ շփումների ժամանակ։ Բարձր տրամադրությամբ ենք սկսել մեր քարոզարշավը իմ թիմակիցների, իմ համախոհների հետ միասին եւ հակված ենք, որ Հայաստանում նոր իրողությունները հաշվի առնելով հանդերձ մենք կարողանանք նոր որակներով քարոզարշավ անցկացնել, նոր որակներով մրցակցություն ապահովել եւ հակված եմ ինքս առաջադրված եմ մեր քաղաքական ուժի կողմից 4 ընտրատարածքում, որը իր մեջ ներառում է Կենտրոն, Էրեբունի, Նորմարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջանները եւ լավագույնս փորձելու եմ այս ժամանակահատվածում, չնայած որ շատ քիչ եւ սերմ ժամանակահատված է, ներկայացնել մեր կուսակցության ծրագրային դրույթները եւ մոտեցումները։ Ինչ ենք արել որպես հաշվետվություն, ինչ ենք անում եւ ինչ ենք պատրաստվում ապագայում անել եւ գիտեք որ այս ընտրակարգը նաեւ իր մեջ պարունակում է անձի գործոնը, անձի ռեյտինգ, այսպես ավելի ձևակերպամբ մեր հասարակությանը հայտնի եւ պետք է փորձեմ ներկայացնել նաեւ իմ կենսագրականը, իմ ծավալած գործունեությունը եւ հետագա ինչ ծրագրեր ունեմ։ Կոնկրետ մարտավարություն քննարկվել, օրինակ մենք տեսանք Երևանի ավական ընտրություններին իշխող ուժը ավելի կտրուկ մարտավարություններ ընտրել կոշտ շեշտադրումներով, այդ մարտավարությունը օգնում է իրաշահել ընտրողին։ Մի սկզբունքի մասին կարող եմ այս հարցի հետ կապված արտաբերել, ասելով որ ես ինքս մեր քաղաքական թիմը հակված է խոսելու ծրագրերից եւ մեր անելիքներից։ Հետաքրքրում է ընտրողին այդ ծրագիրը, սովորաբար փորձը ցույց է տալիս, որ այդ բուլետները, որոնք տպվում են, այսպես է մնում են։ Այսօր առավոտյան ես սկսել եմ, ինքս ասեմ իմ անձի նկատմամբ արձանագրել եմ արդեն իսկ որ բավականին լավ վերաբերմունք կա եւ ներկայացնում եմ իմ բուկլետը, մեր ծրագրային դրույթները բուկլետի տեսքով, որտեղ մարդիկ կարողանան ավելի մանրակրկիտ ծանոթանալ մեր առաջարկությունների հետ։ Իսկ որպես քաղաքական մշակույթ ինքս չեմ սևացնելու, չեմ սպիտակացնելու, որովհետեւ մեր քաղաքական իշխանությունների նախկին իշխանությունների։ Տեսեք, բացերի մասին, եթե արձանագրում ենք, սա քաղաքական դաշտ է խոսելու ենք, բայց անթույլատրելի իշեմը չենք անցնելու։ Միևնույն ժամանակ ասում ենք, եւ եթե նախկինում էլ նման դեպքեր արձանագրվել է, դա արձանագրվել է այն պարագայում, երբ որ մեր դիմացի քաղաքական ուժի ներկայացուցիչները կոռեկտության զգացողությունը կորցրել են։ Ընդ որում մեկ անգամ եւս օգտվելով առիթից ընդհանրապես ասում եմ, ես ինքս եւ մեր քաղաքական ուժի ներկայացուցիչները վստահ եմ, որ այդ շեմը չեն անցնելու, բայց մեր դիմացիներն էլ ասում ենք, այդ շեմը կոչ ենք անում, որ չանցնեն, որովհետեւ պատասխանները լինելու են շատ կոշտ։ Պարոն Էնֆիաջյան, այն նախընտրական շրջանում խոսվում էր, որ այսպես էպատաժային դեմքեր չեն լինելու ցուցակներում եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ ԲՀԿ-ն կարծես թե չհաջողվեց շրջանցել այդ ցանկը համամասնականով էպատաժային, այսպես ասած, մականունավոր, հատկապես արտառոց է Գագիկ Ծառուկյանի Թիկնազորի պետի ընդգրկումը նախընտրական ցուցակում, ինչու չկարողացաք շրջանցել դա եւ ինչպես եք փորձեք հարգելի Սոնա այս հարցի հետ կապված որովհետեւ արտառոց ձևի մեկնաբանել, որովհետեւ այս ամեն ինչի մեջ արտառոց որովհետեւ մի բան տեղի չի ունեցել։ Ձեզ ասեմ, չգիտեմ որ քաղաքական ուժում ինչ ձևով են ընտրություն կատարել տեխնացուների հետ կապված, մեր քաղաքական ուժը իր կանոնադրությամբ հստակ սահմանում է, թե որ մարմինն է եւ որ միավորն է իրավասու առաջադրելու տեխնացուներին։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունում դա քաղաքական խորհուրդն է եւ քաղաքական խորհուրդն է որոշել այս կամ այն տեխնացուն որտեղ պետք է առաջադրվի եւ վստահաբար ձեզ ասում եմ մեր կողմից ներկայացված տեխնացուները հասարակության մեջ հարգանք վայելող այն մարդկային որակներն են հաղորդելու եւ այն ճանապարհն են անցել, ընդունելի եւ ընկալելի է։ Եվ դուք անընդհատ կենտրոնանում եք Էդուարդ Բաբայանի հետ կապված։ Որովհետեւ նա անցնում է քրեական գործով կոնկրետ եւ այսօր ազատության մեջ է միայն վճարված գրավի դիմաց։ Բայց դուք որպես լրագրող պետք է իմանաք, որ բազմաթիվ հոդվածներ կան, որտեղ ապատեղեկատվություն որպես փաստ արձանագրվել է եւ հրապարակվել է եւ մի բանի մասին, որը որ տեղի ունեցել 3 ամիս առաջ, ինչը եւ հերքվել է, ինչը եւ այսօրեական Հանրապես առօրեական որպես իրողություն եւ որպես լուր կապ չունի, բայց փորձում եք շրջանառել այդ լուրը, որը իրականության հետ կապ չունի։ Ոչ, դա հերքվել է։
Դուք չգիտեք Քրեական դրա գործը մասին։ կարճված է։ Դուք դրա մասին Ես չգիտեք։ գիտեմ, որ քրեական գործը դեռևս ընթանում է եւ Էդուարդ Բաբայանը գրավի դիմաց է ազատ արձակվել Դուք միայն։ սխալ գիտեք, դուք այն տուժողը, ում մասին որ տենց տուժող կարելի է համարել ներկայացվել է մեր հասարակությանը, նա տուժողի կարգավիճակում չի գտնվում, ինքը բազմաթիվ անգամներ առիթ ունեցել է դրա հետ կապված խոսելու եւ ոչ միայն ինքն է խոսել, այլ նաեւ այն փաստաթղթերը, որոնք որ վկայում են նրա մարմնական որևիցե ծանր վնասվածք։ Ամեն դեպքում նման տեխնացուների առաջադրումը ԲՀԿ-ին չի դարձնում թիրախային։ Որպես լրագրող չեք կարծում, որ քարոզարշավի ժամանակահատվածը հենց այն ժամանակահատվածն է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ եւ անհատ ինքն է ներկայացնելու իր անձը, իր անցած ուղին եւ մեր երկրի քաղաքացին է որոշելու նրան իր վստահության քվեն տա, թե չտա։ Իսկ ձեր գնահատականներով եւ վերլուծություններով դուք կարող եք նաեւ ապակողնորոշել մեր քաղաքացիներին, ինչը տեղին չի Ես ձեզ եմ հարցնում, թիրախային չի դարձնում նման տեխնացուների առաջադրումը ձեր քաղաքական ուժին։ Ես ձեզ կարող եմ նաեւ ներկայացնել, որ մեր քաղաքական ուժում հիմնականում, որ դուք նայեք, տեսեք ինչպիսի ճանապարհ անցած մարդիկ են, բայց դուք փորձում եք սերվել մի անձի գործունեության հետ կապված, ինչը որ իրականության մեջ գիտեք, որ հերքվել է։ Լավ, պարոն Էնֆիաջյան, հետաքրքիր Ուրիշ նաև տեխնացու չկա, որ ուզում եք անդրադառնալ, կան նաև մականունավոր գործարարներ կան։ Չեք թողում, որ միտքս ավարտեմ, օրինակ մեր շարքերում կան մարդիկ, ովքեր որ գիտությունների տեխնացու են, գիտությունների դոկտորներ են, պրոֆեսորներ են, ընդ որում տնտեսագիտության, ընդ որում մենք ծրագրային դրույթներից չենք խոսում, բայց խոսում ենք ձեր կողմից պատահական այդ համադրությունը գիտությունների տեխնացու, տնտեսագետ եւ քրեական աշխարհի հետ կապեր ունեցող անձի։ Դուք սկալ ձևակերպումով եք հանդես գալի, ես գտնում եմ, որ այս ժամանակահատվածը հենց այն ժամանակահատվածն է, երբ որ մենք պետք է խոսենք հանուն գաղափարներից, այն խնդիրները, որոնք որ տասնյակ տարիներով կարող ենք արդեն ես ասել, ծանրացել են մեր երկրում եւ մեր իրականության մեջ, ի վերջո մեր երկրի քաղաքացին սպասում է, որ պետք է դրանց լուծումը լինի։ Որ քաղաքական ուժին կվստահեն, որ անհատին կվստահեն, դա մեր երկրի քաղաքացու բացարձակ իրավունքն է եւ այս իրավունքը պետք է չխախտվի որևիցե կերպ։ Մենք պետք է կարողանանք ներկայացնել մեր կադրերին, մեր ծրագրային դրույթները եւ ի վերջո անհատական անձերի հետ կապված, եթե ձեր համար հարցեր կան, դուք կարող եք նաև ավելի հասցեական հարցերը դիմել։ Ձեր տաղավարում հյուրընկալել եք դուք Ծառուկյան խմբակցության քարտուղարին, ԲՀԿ փոխնախագահային եւ կարծում եմ տեղին կլինի իմ անցած գործունեության հետ կապված, մեր քաղաքական թիմի խմբակցության գործունեության հետ կապված, նաև ի պաշտոնը ես պատրաստ եմ եւ պատրաստական եմ ձեր բոլոր հարցերին պատասխանել։ Ձեր առաջադրած ծրագրերով ինչ ակնկալիքներ ունեք գրանցելու, այս ինչ ձայներ եք ակնկալում այս ընտրություններին, օրինակ եթե գրանցեք Երևանի ավականու ընտրություններին կամ դրան մոտ արդյունք դա ձեզ գոհացնող կլինի ձեզ համար։ Հարգելիությունը, կարևորը որ մեր երկրի քաղաքացուն գոհացնի ընտրությունների արդյունքները եւ մենք կարողանանք ժողովրդավարական ամենաբարձր ցուցանիշներին համապատասխան ընտրություններ իրականացնել Հայաստանում։ Անշուշտ ընտրական օրենսգիրքի փոփոխությունը ինքս համարում եմ եւ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներով, որ ավելի ճիշտ կլիներ, որ փոփոխված տարբերակով մենք հանդես գայինք, բայց այնուամենայնիվ նոր իրողությունները հաշվի առնելով հանդերձ մենք արձանագրում ենք, որ քաղաքական կամքը կա արդար ազատ ընտրություններ անցկացնելու եւ այս առումով մեր երկրի քաղաքացիների ձայնը վճռորոշ է լինելու եւ մենք ներկայացնում ենք իրատեսական, տնտեսական, սոցիալական բարեփոխումների շեշտադրում եք հատկապես տնտեսական ոլորտը, տեխնացուներից մեկն ասեց տնտեսական հեղափոխություն պետք է անեք ազգային ժողովում։ Այո, որովհետեւ գտնում ենք, որ քաղաքական հեղափոխությունը այլևս իրողություն է Հայաստանում եւ դրան պետք է հաջորդի տնտեսական եւ սոցիալական հեղափոխությունը։ Այսինքն մենք պետք է կարողանանք նոր միջավայր գրանցենք նաև տնտեսական իրականության մեջ եւ սրա հետ կապված թե հարկային դաշտի փոփոխություններ, թե Հայաստանի Հանրապետությունը տնտեսական իր գրավչությունը պետք է բարձրացնի եւ այս այցեքարտով մենք պետք է կարողանանք արտաքին աշխարհին ներկայանալ եւ վստահ եմ, որ կարճ ժամանակահատվածում մենք փոփոխություններ կարողանանք արձանագրել։ Ի վերջո մենք բազմաթիվ անգամներ առիթներ ունեցել ենք խոսելու եւ բարձրաձայնելու հետեւյալ կարգախոսը, որ մեր խոսքը գործ է եւ ոչ թե կենտրոնանանք այս խոսքի բառերի ձևակերպման մեջ, այլ կոնկրետ այն գործերի, ինչի հետ կապված առիթ ունեցել է մեր քաղաքական ուժի ղեկավարը պարոն Ծառուկյանը բարձրաձայնելու եւ այսօր արդեն իսկ իրողություն է։ Մասնավորապես վերջին մի քանի ծրագրերի մասին, որպեսզի ավելի տպավորիչ լինի, 1-2 օրինակ կբերեմ։ Բնակարանաշինության ծրագիրը նույն քաղաքապետի ընտրությունները դուք մատնանշեցիք, այո, մենք Երևանի քաղաքապետի եւ ավականու ընտրությունների ժամանակահատվածում տարբեր ծրագրերից խոսել ենք, այդ թվում մեր քաղաքացիների համար առանցքային եղել է բնակարանաշինության հարցը եւ մատչելի բնականան ծրագիրը կարևորագույն հիմնախնդիրներից է եղել։ Եվ մատչելի համեմատությունը, որովհետեւ այսօրեական էլ նման ծրագիր իրականացվում է, բայց եթե մենք համեմատության մեջ դնենք այդ ծրագիրը աշխատավարձի,
նպաստի, թոշակի հետ մենք ընդհանրապես չենք կարող արձանագրել, որ այդ ծրագիրը մատչելի է եւ հասանելի է մեր երկրի քաղաքացիներին։ Այսօրեական Աբովյան քաղաքում իրոք մատչելի ծրագիր է իրականացվում բնակաշինության, հատկապես շեշտադրումը դնելով այն քաղաքացիների, Աբովյան քաղաքի բնակիչների, ովքեր պետք է վերադառնան այլ երկրներից մշտական բնակություն հաստատելու պարագայում։ Նման ծրագիրը լինելու է շարունակական եւ տարածվելու է մարզերով, հատկապես մայրաքաղաք Երևանի տարբեր վարչական շրջաններով։ Սա կոնկրետ որպես օրինակ։ Ներդրումների մասով։ Գիտեք, որ տնտեսական գրավչությունը իր հերթին, օրենսդրական դաշտը իր հերթին նաև քաղաքական որոշակի երաշխիքներ են ակնկալում եւ պահանջում խոշոր ներդրողները։ Գիտեք, որ Հայաստան էր ժամանել Քուվեյթի շեխը, ով անձնական շատ մտերիմ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ, եւ նրանք առաջի կամ երկրորդ ծրագիրը չի, որ ոչ միայն քննարկում են, այլ գործնական տեսքի են բերում, եւ արդեն այսօր արտադրական քաղաք է ձևավորվում, տեքստիլ քաղաք է ձևավորվում Առինջ գյուղի վերևի հատվածում, Կոտայքի մարզի հատվածում, որտեղ բազմաթիվ հարյուրավոր, հազարավոր աշխատատեղերի նախադրյալները իր մեջ պարունակում։ Ընդ որում, ապրանքի արտադրողականությունը սպառելու է ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այլ նաև իր որակական չափորոշիչները այնքան բարձր է լինելու, այսօր էլ այնքան բարձր է, որովհետև գիտեք արդեն արտադրությունը կա, պարզապես ընդլայնվելու է, որ արտերկիր հանելու բոլոր նախադրյալները կա եւ արտերկրից այդ պահանջարկը կա։ Մի շարք արտադրական այլ ծրագրեր այսօր էլ քննարկվում են, այսօր էլ կոնկրետ փաստաթղթեր կան, որտեղ քաղաքացիները պատրաստակամություն են հայտնել, այլ երկրի քաղաքացիներ Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ իրականացնելու։ Բայց վստահաբար ձեզ ասում եմ, առիթ ունեցել են նաև հրապարակային մեր երկրի քաղաքացիներն տեսնելու, որ այդ մարդիկ իրենց երաշխիքը տեսնում են որպես գործընկեր Գագիկ Ծառուկյանին, ով լավագույնս կարողանում է նրանց տնտեսական գրավչությունը ապահովել Հայաստանի Հանրապետությունում եւ որպես գործընկեր եւ թիկունք հանդես գալու, որպեսզի նրանք լիակատար իրենց գործունեությունը ծավալեն։ Ինչի մասին նաեւ ձեր կուսակցության առաջնորդը խոսում էր նաեւ 2017 թվականի խորհրդանական ընտրություններից առաջ, եթե չեմ սխալվում, կոնկրետ թվով ներդրում խոստացավ պարոն Ծառուկյանը, եթե ընտրվեր անցնեին իրենք առավելագույն ձայներ հավաքեին, կարծես թե չեղավ, ներդրումները չեղան։ Այս դեպքում ո՞րն է երաշխիքը, որ ընտրողը պետք է հավատա ձեր նշած ծրագրերին։ Այդ հայտնի հայտարարությունը, որ եղել է, դուք հայտարարության որոշակի էլեմենտներ հիմա բարձրաձայնում եք, բայց ամբողջական տեսքով հայտարարությունը չեք ասում։ Հիմա ես եթե ստանար 50+1 ընտրողների ձայների 50+1%, հիմա ամեն ինչ ընկավ իր տեղը, որովհետև տեսեք, քիչ առաջ էլ ասացի, տեսեք միջով մեր ասոցիացիան։ Եթե այս ընտրություններին էլ չստանաք 50+1, նորից այս ծրագրերը մնալու են միայն տնտեսական պետություններում պայմանական վերցնենք Միացյալ Նահանգները։ Օրենսդրությունը կարգավորում է, իր գրավչությունը ապահովում է, մեծ շուկան կա, տարբեր ոլորտներ կան տնտեսական, մի հատ շատ կարևոր բայց կա քաղաքական երաշխիքներ, առաջի անգամ եք լսում այդ ձևակերպումը։ Այսինքն այդ քաղաքական երաշխիքները պետք են, որպեսզի այլ երկրի մեծ կապիտալ ունեցող մարդիկ կարողանան իրենց հոսքը ապահովել։ Եթե այդ քաղաքական երաշխիքները չի լինում, բնականաբար որքան էլ գրավչությունը ապահովես օրենսդրական մակարդակում, նրանք չեն փորձելու իրենց ներդրումները իրականացնել։ Մեկ օրինակ էլ բերեմ, որպեսզի ավելի հասկանալի լինի բոլորի համար, որովհետև ես վստահ եմ, որ մեզ լսելու են ոչ միայն խոսակցությունը դուք կամ մեր օպերատորները, այլ մեր ժողովուրդն է լսել, որպեսզի ավելի տպավորիչ։ Այ մեր երկրում տարիներ շարունակ խոսակցություն է գնացել, որ երկրում եթե բիզնես բերես, ներդնես, 50% փայ են մտնելու։ Հիմա տեսեք, հիմա սա խնդիր է, չէ՞, սա կարող ենք համարել, որ գրավչություն ապահովող կամ քաղաքական երաշխիք է։ Այսինքն, եթե բարձրաձայնում ես, որ նման երևույթ չի կարող լինել, նաև դրա օբյեկտիվ նախադրյալներն պետք է ստեղծես։ Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ այդ նախադրյալները ոչ թե խոսքով, այլ կոնկրետ գործով ապահովել է Գագիկ Ծառուկյանը, ընդ որում մեր լիազորությունների շրջանակում մենք ծավալել ենք լիարժեք։ Իսկ կառավարության կողմից տրված երաշխիքները բավարար են կամ ներկայումս տրվում են այդ երաշխիքները ձեր կարծիքով։ Տեսեք, կառավարության կողմից երաշխիքները որևիցե կառավարություն Հայաստանի Հանրապետությունում չի եղել, սկսած ՀՀՇ-ի կողմից ձևավորած կառավարությունը, ՀՀԿ-ի կողմից, հիմա քաղաքացիական պայմանագիր, քաղաքական ուժի կողմից, որը որ նման երաշխիքներ չտար։ Բայց իրողությունների հետ տնտեսվարողը առերեսվելով խնդիրներ է արձանագրել։
Հիմա նոր քաղաքական իրավիճակ պետք է արձանագրվի Հայաստանում եւ նոր քաղաքական իրողությունները հաշվի առնելով մենք պետք է կարողանանք հասնել, կրկնում եմ, սա ոչ թե ներկայիս կայք, մենք պետք է կարողանանք հասնել, որովհետեւ այն ծավալները, որ կարողանում է պարոն Ծառուկյանը իր անձի հետ պայմանավորված իրագործել, դա բավարար չէ։ Ի վերջո պետական ծավալը պետք է կարողանա խնդիրներ ձևակերպել եւ այդ խնդիրների լուծումը կարճաժամկետ եւ երկարաժամկետ ճանապարհով անցնել։ Պարոն Էֆիմյան, ամեն դեպքում փաստ է, որ հետհեղափոխական իրավիճակում բոլորովին այլ իր պայմաններ են ստեղծված մրցակցության համար, ներկայացնելով ձեր ծրագրերը, բոլոր նպատակները, որոնք դուք ունեք իրականացնելու, եթե հասնեք ազգային ժողովում, ամեն դեպքում կա ընտրողների մի թիրախային խումբ, որոնց համարում եք ձեր ընտրողները, ովքեր են ձեր ընտրողները։ Աշխատում եք կոնկրետ թիրախների վրա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են եւ այն խնդիրները, որոնք որ մեր Հայաստանի քաղաքացիները համարում են իրենցը, այդ խնդիրները եւս մենք համարում ենք մերը եւ գտնում ենք, որ պետք է քաղաքական գործիչները հնարավորինս չափ կապը պահպանելով տարբեր ոլորտի ներկայացուցիչների, բնակիչների առօրեական խնդիրներին քաջատեղյակ լինելով հանդերձ խորհրդարանում իր լիազորությունների սահմաններում, կառավարությունում իր լիազորությունների սահմաններում դինամիկ աշխատանք կազմակերպեն եւ իրագործեն։ Այս տարբերակում հնարավոր կլինի լավ արդյունքներ եւ իրականությունից չկտրված գործունեություն ծավալել։ Եթե այդ կերպով գործունեությունը չծավալեն, չինովնիկական հոգեվիճակով, մտածելակերպով, աշխատասենյակներից դուրս չգալով, տակուկ-փափուկ աթոռներից չկտրվելով իրենց գործունեությունը փորձեն ծավալել, իրականությունից կտրվելու են եւ իրականությունը մնալու նույնը, շատ ավելի վատը ի վերջո։ Եվ հետաքրքիր է ընտրություններից հետո ենթադրենք հավաքելով բավարար ձայներ հայտնվեք ազգային ժողովում, քննարկել եք արդեն, որ ճամբարում եք աշխատելու, ընդդիմադիր, իշխանամետ, եթե չեմ սխալվում, Փաշինյանն ասել է, որ կոալիցիա չի պատկերացնում, ինստիտուցիոնալ ընդդիմության դերում, որը հավակնում է նաև Հանրապետականը, դուք պատկերացնում եք ձեզ։ Տեսեք, քանի դեռ խորհրդարանական ընտրությունները տեղի չեն ունեցել, մենք չենք կարող այդ փաստի մասին խոսել։ Երբ որ տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները, վերլուծություններ տարբեր կան, դա բնական է, բայց դա փաստ չէ, դա իրողություն չէ, դա վերլուծություններ են։ Երբ որ տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները, մենք քաղաքական ուժ ենք, մեր քաղաքական թիմով մենք կհամախմբվենք, քննարկենք եւ ըստ իրավիճակի, ըստ իրողությունների մենք որոշում կկայացնենք եւ որ քաղաքական ուժը ինչպիսի մասնակցություն կունենա խորհրդարանում եւ որ դաշտում ըստ էության կգործողվի իր գործունեությունը հետագա ծավալելու, դա մեկ անգամ եւս կրկնում եմ, մեր ժողովուրդն է որոշելու, մեր երկրի քաղաքացիները։ Պարզապես բավական հավակնոտ ծրագրեր ունեք եւ դրանք իրականացնելու մասով ընդդիմության այս փուլը լավագույնս պետք է կարողանանք կիրառել մեր երկրի քաղաքացիներին ներկայացնելու։ Ես ինքս հաղորդման ավարտին նաեւ ձեզ մեր ծրագրային դրույթները կներկայացնեմ, իմ անձնական բուկլետը ձեզ կտրամադրեմ, որպեսզի դուք էլ ծանոթանաք եւ ինքներդ համոզվեք, որքան իրատեսական մենք ծրագիր ենք ներկայացնում եւ որքան մեծ ցանկություններ ունենք եւ որքան մեծ նպատակներ ունենք եւ որքան լայն կապեր ունենք այդ ամեն ինչը իրագործելու համար։ Պարոն Էֆիմյան, առաջադրվել եք մի ընտրատարածքում, որտեղ նաև Հանրապետականից Արմեն Աշոտյանն է ձեր մրցակիցը, իշխող ուժից նաև այլ մրցակիցներ ունեք։ Այս ֆոնին հատկապես այդ ռեյտինգայինը, որը դուք նշեցիք, դժվար է, հեշտ է մրցակցություն, ինչպես եք պատկերացնում արդար, հավասար պայմաններով մրցակցությունը։ Ես խոսելու եմ բացարձակապես մեր ծրագրային դրույթներից, խոսելու եմ իմ կատարած աշխատանքից եւ հետագա իմ ծրագրերի հետ կապված։ Կրկնում եմ, եթե որևիցե մեկը կփորձի կոշտ գնահատականներով, փորձի ցեղ շփել, փորձի սևացնել կամ սպիտակեցնել, նվազագույնը 10 անգամ ավելի կոշտ պատասխանը կստանա։ Ես կողմնակից եմ կոռեկտ մրցապայքարի։ Ակնկալում եք նման մրցապայքար հաշվի առնելով, որ ժամանակը կարճ է։ Ես չեմ կարող որևիցե մեկի փոխարեն իրենց փոխարեն պատասխանել, թե նրանք ինչպիսի տրամադրվածություն ունեն, այդ հնարքներից կօգտվեն, թե չեն օգտվի, ես խոսում եմ իմ մասով, ես ինչպես եմ պատկերացնում, ինչպես եմ վարվելու։ Եվ վերջին հարցը ուզում եմ իմանալ, հնարավոր կլինի ձեր կարծիքով շրջանցել ընտրակաշառքը, ընտրակեղծիքները։ Մենք տեսանք, որ նախկին ավական ընտրությունների ժամանակ էլ բավական բարձր մակարդակով երաշխիքներ տվեցին, բայց եղավ 1-2 դեպք ընտրակաշառք բաժանելու հետ կապված նաև ձեր քաղաքական ուժի հետ։ Այս անգամ հնարավոր կլինի ամբողջությամբ ձերբազատվել այդ արատավոր երևույթից։ Այդ արատավոր երևույթները ի վերջո մեր երկրում պետք է իսպար վերածվեն, որպեսզի մենք կարողանանք ժողովրդի կամքը արտացոլող խորհրդարան ունենանք։ Այն ինչի մասին դուք խոսում եք, մամուլում ապատեղեկատվություն հրապարակված,
որը ինչ-որ մի հոդվածի հեղում եք անում, որովհետև ձեզ վստահաբար ասում եմ, մեր քաղաքական թիմից որևիցե մեկը ընտրակաշառք չի բաժանել եւ չի էլ բաժանելու։ Դա ապատեգատվություն է, նախկինում չի եղել, ապագայում էլ չի լինելու։ Շնորհակալ եմ, պարոն Երեֆեջյան։ Ձեզանից եմ շնորհակալ հրավերի համար, ես կարծում եմ նաև պարբերաբար հնարավորություն Այո, կարողացավ ընթացքում մասնակցելու ձեր հաղորդաշարին, ձեր լրատվական կայքի, որովհետև բավականին մեծ լսարան ունի եւ ներկայացնենք իրոք ծրագրեր, իրոք անելիքների հետ կապված մի շարք հարցեր, որոնց հետ կապված մեր ժողովուրդը սպասելիքներ ունի։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ազգային ժողովի ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակով առաջադրված, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրված տեխնացու Վահե Էնֆիաջյանի հետ։